Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում համոզված են գյուղատնտեսությունը բիզնես է։ Գյուղատնտեսությունը կարևոր է բոլոր երկրներում, մեծ թե փոքր։ Այն մշակույթի ու տնտեսության հիմքն է։ Ուսանողական սեղանից ուղիղ դեպի աշխատասեղան, առանց ծանոթ բարեկամի։ Անգամ մի օր չեղա, որ առանց աշխատանք մնամ։ Ինչպես եւ ինչու ուսուցման հենց այս կենտրոնը կառավարության ֆինանսական աջակցությունը ստացավ։ Էկոնոմիկայի փոխնախարարով ազգային դիզայն դառնալ։ Կրթության արևմտյան որակ եւ չափանիշներ հայկական համուհոտով։ Հուզված եմ, 2 տարվա հետաքրքիր ու բարդ ուսումնական process-ը փաստորեն ավարտվում է։ Հանդիսությունների սրահի դռնից այս կողմ երիտասարդներն են, որ այսօր պիտի ստանան ավարտական վկայականները։ Ներսում հյուրերն են, եկել են բարեմաղթանքների իրենց պաշարով։ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի ուսանողներ, վերջին րոպեներն են, որ այս 30 երիտասարդները կրում են այդ կարգավիճակը։ Դուք պետք է փորձեք ստեղծագործ լինել։ Հիմա ժամանակն է, որ ձեռքից բաց չթողնեք ցանկացած հնարավորություն, ասենք պրակտիկա անցնելու արտերկրում, որն ապագայում ձեզ ավելի լավ աշխատանքի հնարավորություն կընձեռնի։ Նշելով 10-րդ շրջանավարտների թողարկումը, ես ցանկանում եմ, որ այդ 10 թիվը հետո դառնա 50, 100 եւ ավելի տարիներ։ Նրանք ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողների 10-րդ սերունդն են, հաջորդ քայլը գիտելիքները գործնական դաշտ բերելն է։ Տարիներ առաջ Երևանում ուսուցման մի կենտրոն բացվեց, որը հավակնում էր դառնալ գերազանցության միջազգային կենտրոն առաջնակարգ կրթական ծրագրերով ագրոպարենային ոլորտում։ ԱՈՒԿ կարճ այսպես են անվանում իրենց կրթօջախը այստեղի ուսանողները, տարածաշրջանային նշանակությամբ յուրահատուկ արևմտյան տիպի կրթական հաստատությունը, որ Հայաստանի պետական ագրարային համալսարանի կազմում առանձին դեպարտամենտի կարգավիճակ ունի, իրականացնում է Միացյալ Նահանգների Տեխասի եւ գյուղատնտեսության ու մեքենաշինության համալսարանի ագրոբիզնեսի հատուկ ուսումնական ծրագիր։ Երևանի ագրարային համալսարանի այս դեպարտամենտը այսօր տարածաշրջանում իր տեսակի մեջ ամենահարգին է։ Այն կրթության արևմտյան որակի ու չափանիշների կենտրոն է։ 11-ամյա այս դեպարտամենտը ագրարային համալսարանի եւ Տեխասի A&M համալսարանի համագործակցության արդյունքն է։ Այն իրականացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների գյուղդեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագրի շնորհիվ։ Գյուղատնտեսությունը կարևոր է բոլոր երկրներում, մեծ թե փոքր։ Այն մշակույթի ու տնտեսության հիմքն է։ Ենթակառուցվածքները ընդլայնվում են, նոր տեխնոլոգիաներ են ներգրավում ոլորտ։ Կարևոր է դառնում գյուղատնտեսությունից բիզնես սարքելը։ Այս ուսանողները վերլուծում են իրավիճակը, փորձում բիզնեսային նոր հնարավորություններ բերել դեպի գյուղատնտեսություն։ Կրթական ծրագրերն ու գնահատման սկզբունքները միջազգային մակարդակի են, ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը Տեխասի A&M համալսարանինը, դրանք սակայն մեխանիկորեն չեն կրկնօրինակվել։ Տեղայնացրել ենք այդ առարկայական ծրագրերը հաշվի առնելով մեր Հայաստանի ագրոբիզնեսի ոլորտի ձեռնարկությունների նախընտրությունները։ Հետաքրքրական էր մեզ, որ կարևորվել էին ուսանողների անձնական որակները եւ հաղորդակցական հմտությունները։ Կենտրոնն առաջարկում է ագրոբիզնեսի եւ շուկայաբանության բակալավրիատի 2 տարվա ծրագիր։ Այստեղ ընդունվում են ագրարային համալսարանի կամ պետական այլ բուհերի այն ուսանողները, ովքեր ամբողջացրել են ագրոբիզնեսի եւ շուկայաբանության կամ այլ մասնագիտությունների առաջին 2 կուրսերի ծրագիրը։ Անգլերենի բավարար իմացությունը եւս պարտադիր է։ Այստեղ աշխատում են ոչ թե պարզապես ուսանողներ թողարկել, այլ պատրաստել շրջանավարտներ, որ մրցունակ կլինեն աշխատանքային շուկայում։ Դասախոսները մեր մոտ բարձր որակյալ մասնագետներ են եւ մի պայման ունենք մեր կրթական ծրագրերում, որ դասախոսները ԱՄՆ եւ եվրոպական համալսարաններում գոնե 1 գիտական կամ կրթական աստիճան պետք է ունենան։ Այսօր գյուղոլորտի կառավարման հմտությունները ձեռք բերում 64 ուսանող։ Կրթօջախը փոխանակման սկզբունքով հյուրընկալում է նաև արտերկրի ուսանողների։ Այդ առումով ամենաակտիվ համագործակցությունը Վրաստանի հետ է։ Գործունեության 10 տարիների ընթացքում այս կենտրոնն ավարտել է 32 վրացի երիտասարդ, իսկ 12-ը դեռ սովորում է։ Ես այն վրացի հաջողակներից եմ, ում բախտը բերեց անցնել մրցույթն ու սովորելու գալ այստեղ։ Հաջողակ եմ, քանի որ այստեղ ստանում եմ տնտեսագիտական լայն գիտելիքներ, մարքեթինգ, մենեջմենտ, ֆինանսներ։ Կասկած անգամ չունեմ, կրթությունս ինձ հնարավորություն կտա հեշտությամբ իմ տեղը գտնել աշխատանքային շուկայում, թե Վրաստանում, թե արտերկրում։
in international market also. Յուրաքանչյուր կուրս ամեն կիսամյակի ընթացքում 2 անգամ ուսումնական գործուղման է գնում կաթնամթերքի եւ մսամթերքի վերամշակման արտադրամաս, գինու գործարան, կենդանիների տոհմային տնտեսություն կամ էլ ասենք ձկնաբուծարան։ Ես տուրիզմի կառավարման ուղղությամբ եմ մասնագիտանում Հայաստանում եմ 1 կիսամյակով։ Հիմա մենք զրուցում ենք եւ ես ուշանում եմ իմ ժամանակավոր աշխատավայրից։ Երևանի հյուրանոցներից մեկում ծանոթանում եմ տուրիստին գրագետ սպասարկելու հմտություններին։ Ձեր գինիները օրգանիկ են, ունեն բարձր որակ ու արտակարգ համ, այսինքն այն, ինչ հարկավոր է աշխարհում հայտնի լինելու համար։ Պորտուգալուհի Ռիտան դիպլոմային աշխատանք է գրում հայկական գինիների վերաբերյալ։ Խաղողից գինի քամելու հայկական գաղտնիքները, տեղական գինեգործության նրբությունների վերաբերյալ տեղեկությունները Ռիտայի համար այլևս չեն սահմանափակվում ինտերնետային աղբյուրներով։ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը 6 ամսով նրա համար ստեղծել է հետազոտության անհրաժեշտ միջավայր։ Պորտուգալիայում ընտանիքս գինեգործությամբ է զբաղվում, շատ գաղտնիքներ եմ հավաքել, որ գնամ մերոնց պատմեմ, դրանք օգնեն մեզ մեր բիզնեսում։ Եղել եմ գինու գործարանում, հանդիպել գինու ստեղծմամբ ու վաճառքով զբաղվող մարդկանց հետ։ Այնինչ գտա Հայաստանում շատ ավելին է, քան սպասում էի։ Դուք ունեք հիանալի արտադրանք, բայց պետք է հայկական բրենդները ներկայացնեք աշխարհին։ Փոխանակման տարբեր ծրագրերով կրթօջախն արդեն հյուրընկալել է ուսանողների Հունաստանից, Հոլանդիայից, Բուլղարիայից, Կոլումբիայից, Լատվիայից։ Մերոնք էլ փոխարենը լինում են այս եւ շատ այլ երկրներում։ Եվս մեկ ցուցանիշ ուսանողներն այստեղ աշխարհի հետ հաղորդակցվելու լեզվական պատնեշ չունեն։ Բակալավրիատն ավարտողները այսպիսով համարձակորեն թակում են եվրոպական եւ ամերիկյան բուհերի դռները։ We also have many good graduates of the ATC who have found their way to Մեր շրջանավարտներն իրենց մագիստրական կոչումն են ստանում Եվրոպայում կամ Ամերիկայում։ Անգամ մեծ հաջողությունների հասած երիտասարդները վերադառնում են Հայաստան։ Ոմանք դասախոսում են եվրոպական բուհերում, որտեղ սովորել են։ Սա աշխարհի մակարդակով բարձրակարգ կրթություն ապահովող կենտրոն է։ Բակալավրիատի շրջանավարտներն այստեղ ստանում են ագրարային համալսարանի դիպլոմ եւ Տեխասի A&M համալսարանի սերտիֆիկատ։ Իսկ որ ամենակարևորն է ագրոբիզնեսի ոլորտում գիտելիք, որ հասկանալի է անկախ լեզվական համակարգից։ Վկայականն ամենաեականը չէ, կարևոր չէ, թե ես որտեղ եմ սովորել ու ավարտել։ Հարվարդը, Քեմբրիջը, թե ATC-ն։ Կարևորն այն է, թե գիտելիքների ինչ պաշար եմ հավաքել այդ վկայական ունենալու համար։ Էկոնոմիկայի փոխնախարարով ազգային դիզայնից դառնալ 2009 փետրվար վարչապետ Տիգրան Սարգսյանը տնտեսության ապագա կառավարիչ է փնտրում հենց ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում։ Այստեղ նրան տեղեկացրել են շրջանավարտները գիտեն ագրոբիզնեսի ոլորտում գրագետ կառավարման եւ մենեջմենտի գաղտնիքները։ Վարչապետը Հայաստանում Միացյալ Նահանգների արդեն նախկին դեսպան Մարի Յովանովիչի հետ եկել էր կենտրոն ծանոթանալու, թե ինչպիսին են հայ-ամերիկյան կրթական համագործակցության պտուղները։ Հիմա մեծամասնություն ուսանողների փորձում է ճանապարհներ գտնել մագիստրատուրա սովորելու դրսում։ Ես շատ կցանկանայի, որ մեր մոտ լիներ ATC-ում լիներ մագիստրատուրա բացվել, ես մեծ հաճույքով ոչ թե դրսում կցանկանայի սովորել հայրենիք մոտ, որտեղ ինքը ամեն առումներով համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Ուսանողուհու այս ցանկությունը, որ լսեցին հյուրերը, գումարվեց կենտրոնի կրթական ներուժին, որ նրանք այստեղ տեսան։ Արդյունքում այս այցելությունից հետո որոշում ընդունվեց Հայաստանում ունենալ ագրոբիզնեսի նաև մագիստրական ծրագիր։ Գործը գլուխ բերելու համար կառավարությունը տրամադրեց 45 միլիոն դրամ, նույնքան էլ Միացյալ Նահանգների գյուղ դեպարտամենտը։ Ձեռք բերվեց ժամանակակից գրականություն, նոր տեխնիկա, թարմ ծրագրակազմեր։ Պրոֆեսիոնալ մանրածախ առևտուր, սպառողի վարքագծի ուսումնասիրություն։ Այդ առարկաները արդեն հաշվի առնելով ոլորտի ձեռնարկությունների նախընտրությունները մենք ներգրավել ենք մագիստրական ծրագրում։ Այսօր կենտրոնում բարձրագույն կրթության երկրորդ աստիճանն են ստանում առաջին մագիստրանտները, նրանք 16-ն են։ Այն ինչ մենք անում ենք այստեղ նույն մակարդակին է, ինչ Տեխասի A&M համալսարանում։ Հիմա մենք աշխատում ենք, որ մագիստրատուրայի ուսանողներին սերտիֆիկատի փոխարեն մեր համալսարանի դիպլոմը տանք։ Հունիսին այս կրթական հաստատությունն անցավ ծրագրերի արտաքին ակադեմիական գնահատում։ Կենտրոնի գործունեությունն ու շրջանավարտների աշխատանքային կենսագրության վերաբերյալ միջազգային փորձագետների գնահատականը շատ բարձր է։ Այստեղ պատրաստվում են միջազգային հավատարմագրման գործընթացին, իսկ մինչ այդ ագրարային համալսարանի համար այն կրթությունը գրագետ կազմակերպելու մոդել է։ Հաթետավորումը նորմալ լինի, կեղտոտ չլինի, պահպանման ժամկետը անպայման լինի։ Բիոկաթ ընկերությունում Աննան զբաղվում է մարքեթինգային եւ ֆինանսական հարցերով։ Աշխատանքային գլխավոր պարտականությունը միտքը ապրանքի վերածելն է ու այն շուկայում գրագետ ներկայացնելը։ Նա այստեղ 1 տարի է ինչ աշխատում է, այս գործը աշխատանքային գրքույկում 3-րդն է։
2006-ին Աննան ավարտեց Ագրարային համալսարանի ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը։ Գործն ու մասնագետը հանդիպեցին առանց երկար փնտրտուքի։ Համալսարանական սեղանից դեպի աշխատասեղան, հենց դիպլոմը ստանալու օրը։ Ավարտելուց անմիջապես հետո այդ երեկոյան այդ ընկերության տնօրենը զանգարեց եւ խնդրեց, որ հաջորդ օր առավոտյան գնամ իրանց հիմնարկ աշխատանքի, ու ես կարելի ասել նույնիսկ անգամ մի օր չեղավ, որ առանց աշխատանք մնամ։ Այն, որ հիմա աշխատանք գտնելու հետ կապված խնդիր չունի, Աննան վստահ է, իր կրթության արդյունքն է։ Ասում է, մարքեթինգային արևմտյան մրցունակ գիտելիքները հայկական իրականության մեջ դժվարությամբ, բայց ինտեգրվում են։ Հայաստանյան շուկայում նոր է սկսում ձևավորվել այդ մթնոլորտը, որ դու կարողանաս դրսի մեթոդները օգտագործես քո շուկան զարգացնելու համար։ Որպես ֆակուլտետ կարող եք նշել ագրոբիզնես շուկայաբանությունը։ Այս ուսանողուհին երրորդ կուրսում է սովորում, բայց արդեն իսկ մտածում է գործ գտնելու մասին։ Աշխատանքի տեղավորման ու խորհրդատվության կենտրոնն է օղակ, գործատուների եւ ուսանող շրջանավարտների միջև։ Այստեղ աշխատանք փնտրողների տվյալների բազայում միայն կենտրոնի սաները չեն, այլ Ագրարային համալսարանի շրջանավարտները շուրջ 4000 երիտասարդ։ Կենտրոնը աշխատել է սկսել 2004-ից, գործունեության 7 տարիները վիճակագրություն են ձևավորել։ Աշխատանքային շուկայում այս կրթօջախի սաները ավելի կենսունակ են, քան բուհի մյուս ֆակուլտետների շրջանավարտները։ Արդեն ավարտելուց ուսանողը բավական մեծ փորձ է ունենում ոչ միայն աշխատանքի, այլ նաև գործատուների հետ շփման։ Նրանք շատ ավելի ազատ են շփվում գործատուների հետ եւ հաղորդակցական ունակությունները բավական լավ են զարգացած։ Եվ ես դա կապում եմ դրա հետ, որ նրանք ավելի արագ են գտնում աշխատանք, հենց ավարտելուց անմիջապես հետո կամ միգուցե դեռ չավարտած վկայագիրը դեռ չունեցած, նրանք արդեն ավարտում են աշխատանք ունենալով։ Այսպես ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 255 հայաստանցի շրջանավարտների 33%-ը զբաղեցնում է ծրագրերի կառավարման ու համակարգմանն առնչվող պաշտոններ, նույնքանը բանկային ոլորտում է, մարքեթինգի եւ կառավարման դաշտում ընդհանուրի 27%-ը, 5%-ն էլ սեփական բիզնեսն է վարում։ Այսօր դուք նախորդ տարիների ոչ մի շրջանավարտ չեք գտնի, որը աշխատատեղով, բարձր վարձատրվող աշխատատեղով ապահովված չէ։ Դա նշանակում է, որ իրոք եթե կա բարձր կրթական մակարդակ, մասնագիտական բարձր հատկանիշներ, աշխատաշուկայում այդ հնարավորությունը տեղ գտնելու միշտ էլ կա։ Այս նկարների հուշում են վրացի շրջանավարտները եւս գործ գտնելու հետ կապված խնդիր չեն ունենում։ Դրսում մագիստրոսի կոչում ստացող որոշ հայ երիտասարդներ էլ հիմա արդեն դասախոսում են իրենց բուհերում։ Դեմնաձիրքված են, աշխատում է Վրաստանում Ամերիկայի դեսպանատանը եւ իրականացնում ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից Վրաստանում զարգացման ծրագրեր։ Վերջերս իրեն է միացել նաեւ Գոչա Շահինիձեն, Հայկ Խաչատրյանը ավարտելով Վաշինգտոնի նահանգային համալսարանը, ներկայումս Ֆլորիդայի նահանգային համալսարանում ասիստենտ պրոֆեսոր է աշխատում։ Գիտելիքը 21-րդ դարի գլխավոր կապիտալն է աշխարհի նրանց ձեռքերում է, ովքեր այս կանոնը լավ են սերտել։ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում գտել են մասնագետներ պատրաստելու գործուն բանաձև։ Նրանք պարզապես ձեռքը գործարար աշխարհի երակից բաց չեն թողնում եւ ուսանողին աշխատանքային շուկա են հանում բիզնեսին անհրաժեշտ որակով ու գիտելիքով։ Իսկ արդեն կուտակած արդյունքին, երբ գումարվում է նաեւ պետական ուշադրությունը, հաջողությունը երկար սպասել չի տալիս։